հայտարարություններից հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, պարոն նախագահ, պետք է դառնար մի շատ կարևոր անկյունաքարային փաստաթուղթ, դարակազմիկ փաստաթուղթ, որ առնվազն պետք է փոխեր մեր տարածաշրջանի մի քանի տասնյակ տարիների ապագան։ Ակնհայտ էր նաև, որ այդ փաստաթուղթն է դառնալու Նիկոլ Փաշինյանի 2026 թվականի նախընտրական քարոզչության հիմքը։ Սակայն հիմա խաղաղության պայմանագրի բանակցությունները ըստ էության կարող են արձանագրել, որ փակուղում են, չնայած տեքստը համաձայնեցված է, բայց ստորագրման մասին որևէ խոսք չկա, չնայած Նիկոլ Փաշինյանը ըստ էության համաձայնել է կատարել Ալիևի վերջին երկու պահանջները՝ փոխել Հայաստանի մայրօրենքը եւ լուծարել Մինսկի խումբը։ Ինչ է ձեր վերլուծություններով տեղի ունենում բանակցային կուլիսներում։ Չեմ կարծում, որ որևէ լուրջ բան տեղի ունենում, եթե չհամարենք երեկվա թե անցած օրվա Ալբանիայում հերթական կադրերը, որը ուղղակի արժանապատվության տեսանկյունից բավական դեպրեսիվ է, կարծում եմ յուրաքանչյուր հայի համար։ Ակնհայտ այդ մուրալը մի ինչ-որ փաստաթղթի, որը ենթադրում եմ խաղաղության մասին չի լինելու, այլ լինելու է ինչ-որ մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին, թե ինչպես պետք է ինքը իր քաղաքական, այսպես ասենք, հեռանկարը շարունակի, այս մի փաստաթուղթ իրոք չեմ բացառում։ Անբովանդակ, բայց ավելի շատ ներքաղաքական նպատակներ հետապնդող փաստաթուղթ կարող է լինել։ Որևէ լուրջ բան այստեղ մենք չենք կարող ակնկալել եւ հատկապես եթե նայում ենք այս հարցին աշխարհակական այն մեծ կոնտեքստի մեջ, որ այսօր տեղի ունենում աշխարհը։ Չեմ սպասում որևէ լավ բան։ Կա ձախողված առաջնորդ, որի նպատակը ամեն գնով պահել աթոռը եւ կան այս ամեն ինչի շուրջ sense խաղացողներ, որոնք կգնահատեն, իսկ արժի այդ հարցում աջակցել, թե չարժի աջակցել։ Ընդհանրապես սա է։ Իբրև ենթահարց ուղղակի ձեր տպավորությամբ հնարավոր է գոնե փորձեն խաղարկել գերիների վերադարձի հարցը որպես բանակցային ինչ-որ մի բան, թե այլևս բոլոր դաշտերը սպառված են։ Չեմ կարծում, որ գերիների հարցը հետաքրքրում է այս իշխանությունը, որովհետև գերեվարված են այն մարդիկ, որոնք այստեղ գալով կարող են Ղարաբաղի փախստականներին ինչ-որտեղ կազմակերպել իրենց հեղինակությամբ, իրենց ազդեցությամբ, իսկ դա այս իշխանություններին պետք չի ընդհանրապես։ Այս վիճակը ամենից հարմար վիճակն է այս իշխանությունների